Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ ռեժիսոր, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Պարոն Մանուկյան, 3 ամիս հետո Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքական ուժերը հիմնական արդեն վերադասավորումներ են անում, նախընտրական տրամաբանության մեջ են ամենատարբեր հայտարարություններ են անում, խոստումներով հանդես գալիս, բայց եկեք հասկանանք, արդյոք այդ խոստումները, այդ հայտարարությունները Հայաստանի, մեր պետության մասին են եւ արդյոք նաեւ կա այդ ընկալումը, թե ինչ է մեր համար պետությունը, Հայաստանը։ Ամենակարևոր բանը, որ ես կուզենայի, որ պատահի Հայաստանում, դա ատելության, խոսքի եւ ատելության ընդհանրապես քարոզի պակաս լինի, որովհետեւ այդ արդեն անտանելի սահմանների է հասնում այդ ատելությունը։ Հիմա այդ առումով շատ վտանգավոր շրջան ենք մտնում։ Մենք որպես հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով շատ ուշադիր ենք լինելու դրա նկատմամբ եւ փորձելու ենք անմիջապես կասեցնել այդ ատելությունը, որ չտարածվի հանրության մեջ, որովհետեւ հերիք է, ոչ մի ներվ չկա, ոչ մի հնարավորություն չկա այդ ատելությանը դիմանալ։ Կլինեն խոստումներ իհարկե իրանց քաղաքական գործունեությունը խոստում տալն է, հետո ոնց որ Չերչիլը ասում էր, հետո բացատրել թե խի չիրականացրեցին իրենց խոստումները։ Եվ կլինեն մարդիկ, ովքեր հեշտ կբացատրեն, կլինեն մարդիկ, ովքեր դժվար կբացատրեն, բայց տրամաբանությունը թող հանրությանը հուշի իր ընտրությունը, թող իր տրամաբանությունը եւ որոշ մարդկանց անցած ճանապարհը հուշի։ Ուրիշ ես քաղաքական կողմնորոշում չունեմ եւ չեմ կարող արտահայտել, բայց քաղաքացիական իմ դիրքորոշումը է դա, որ մարդիկ պետք է նայեն մարդուն, իր ասածին, իր անցած ճանապարհին եւ հնարավորություններին, որ կան դա իրականացնելու կամ չիրականացնելու։ Պարոն Մանուկյան, այնուամենայնիվ մեր անկախությունը արդեն 35 տարեկան է, բայց այնուամենայնիվ տպավորություն է, որ այս ճանապարհին մենք դեռ չենք սովորել, թե ինչ է պետությունը։ Արդյոք մենք գիտենք, թե ինչ է պետությունը, թե դեռ հոգեբանական վախեր ունենք այդ իմաստով։ Պետություն ունենալու նկատմամբ։ Տեսեք, պետություն բառը հայ հասարակության մեջ միշտ թշնամական նոտաներ է միշտ ունեցել իր մեջ։ Այսինքն պետություն հայերի համար եղել է Օսմանյան կայսրությունը, պետություն հայերի համար եղել է, չգիտեմ, սովետական միությունը, ինչ որ մի ուրիշ երկրի կայսրության մաս լինելը, եւ պետություն բառը ոնց որ ձեռք է բերել երկրորդ իմաստ եւ կեղծ իմաստ, որը վախեր եւ ինչ որ անհայտ պատասխանատվության մասին հայերիս մեջ իր բովանդակությունը տարածել։ Դրա համար մենք ինչ որ վախեր ունենք պետություն բառի նկատմամբ։ Երբեք հայ ժողովրդի պետությունը իր պետությունը չի եղել, բացի այս 30 տարին եւ պարզվեց, որ ինձ էլ, ես չեմ առանձնացնում, ինձ էլ դժվար է հասկանալ ընթացս ինչ է պետությունը, ինչ է իմ պատասխանատվությունը, ինչ է իմ պարտավորությունը, ինչպես է պետությունը արձագանքում, ինչ պարտավորություններ ունի, այս հարցեր են մանր եւ մեծ, որոնք անընդհատ առօրյայի մեջ բախվելով մենք ճշտելով գնում ենք, մենք ապրում ենք ճշտելով։ Այսինքն նոր ենք սովորում այդ ճանապարհը։ Ես իմ պատկերացումների մեջ ես կարծում եմ, որ մենք հնդածս քայլ առ քայլ ապրելով սովորում ենք, թե ինչա ունենալ, ինչ նշանակում ունենալ սեփական պետությունը եւ դա այդ ինչ պատասխանատվություն է քո անցյալի եւ քո ապագայի առաջ։ Եվ երբ որ քեզ դնում ես պետություն բառի այն կետում, որտեղ կա անցյալ եւ կա ապագա, այստեղ մոտավորապես պիտի հասկանաս քո անելիքը, որ չդավաճանես անցյալիդ եւ չխորտակես ապագադ։
Իսկ այդ վախերը, որոնց մասին խոսում եք, պարոն Մանուկյան, ասում եք, որ մեր մոտ հոգեբանական ինչ-որ վախեր կա պետություն բառի հետ կապված։ Նաև օրինակ թուրք բառի հետ կապված վախեր կա, հիմա շատ է խոսվում հիբրիդային պատերազմի մասին, եւ այդ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ այսպես հավերժ փրկիչները եւ հավերժ թշնամիների թեզն է կրկին առաջ բերվում, որ եթե հավերժ փրկիչներին մենք քշենք, հավերժ թշնամիները մեզ ուտելու են, թուրքը գալու է, մեզ կլանելու է եւ այսպես շարունակ։ Պարոն Մանուկյան, նաև հասկանանք, թե ով է մեր թշնամին։ Արդյոք թուրքն է այսօր մեր թշնամին, թե մեր վախերն են մեր թշնամին, որոնց մասին մենք խոսում ենք։ Ես կարծում եմ, որ մեր վախերը լեգիտիմ վախեր են։ Մենք թուրք բառի հետ նախ ուզում եմ ասեմ, որ Օսմանյան կայսրության մեջ շատ թուրք ասելը շատ ոնց չեմ կարող հիմա այդպես ասել, թե մարդիկ ինչ էին զգում, բայց եթե Օսմանյան կայսերին ասեր դու թուրք ես, ինքը շատ կզարմանար, եթե ոչ ավելի։ Իրանք չէին ընկալում իրանց որպես ինչ որ թուրք կամ հայ կամ հույն կամ չգիտեմ ինչ, իրանք իրենց ընկալում էին որպես Օսման։ Եվ այդ թուրք բառը Աթաթուրքը ոնց որ մեջ բերեց եւ մեր վախերը թուրք բառից շատ լեգիտիմ են, բայց մենք գիտեք ցանկացած երեխա առաջի իր քայլերը անելուց պակաս չի վախենում։ Բայց միայն հաղթահարելով իր քայլը, առաջի քայլը անելու դեպքում միայն հաղթահարելով այդ վախերը կարող է ինքը քայլել։ Եթե մենք այս վախերը չհաղթահարենք, པարզ չհասկանանք, պետք չի զգուշացնալ կամ չզգուշանալ, այս խնդիրը չէ։ Մենք ուղղակի վախը արգելում է քեզ որևիցե քայլ անել, իսկ մենք չենք կարող չանել։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մենք չենք կարող այդ քայլերը չանել, հասկանալու համար, այսինքն վախը վերափոխելու, ընկալելու, թե ինչից ենք վախենում, զգուշանալու, պատրաստվելու, բայց առաջ գնալու։ Եվ մենք չենք կարող դա չանել։ Մենք իրավունք չունենք դա, մենք տապալ ենք մեր ապագան։ Ինչքան կարող ենք այդ ձեռքը հայրական, այսպես փչակերտների մեջ կոչված ձեռք փնտրտելու ճանապարհին ազգ եւ պետություն գոյատևի, դա երկար չի կարող տևել։ Այդ հայրական ձեռքը բան մի օր գալիս է, չէ, հայրը ասում է, դե դու մեծացել ես, մեծ տղա ես, ինքդ գնա քո գործերը դասավորի։ Հիմա այդ պահն է, չափահասության պահն է։ Մենք ընկալում ենք այդ պահը, թե մենք դեռ կարճած ենք այդ փրկչից։ Եթե մենք մեզ չենք ընկալում որպես չափահաս ազգ, կարող ենք շարունակել ինչ որ պապաների որոնումները։ Բայց եթե մենք արդեն պատրաստ ենք, մենք պարտավոր ենք այդ ձեռքը բաց թողնել։ Պարոն Մանուկյան, տեսեք, նույն տրամաբանության մեջ, քանի որ վերջին շրջանում գիտեք, շատ է խոսվում եկեղեցու, կրոնի, հավատքի մասին, արդյոք մենք գիտենք, թե ինչ է քրիստոնեությունը, արդյոք մենք քրիստոնյա ենք, թե այդ ճանապարհին էլ մենք էլի սովորելու բան ունենք, սովորում ենք։ Շատ բարդ հարցեր եք տալիս։ Ինչ որ տարական բաներ կան, որ իհարկե արդեն հասկանում ենք, ընկալում ենք, ինչ որ տարական բաներ էլ կան, որ պիտի իմանայինք եւ չգիտենք։ Օրինակ վերջերս մի տեսանյութ աչքիս ընկավ Հատիս լեռան վրա, որ Քրիստոսի արձան պիտի տեղադրվի, եւ ես բացեցի կոմենտները եւ զարմացա, որ հայ ժողովրդի մեջ ինչքան մարդ չգիտի, որ դա ամենակիչը թույլատրելի չի։ Ինչու՞։ Դե դա շատ աստվածաբանական այդ տիեզերական ժողովներից եւ այլ ձևավորված ավանդույթն է։ Բայց այնուամենայնիվ դրա մասին եկեղեցին գիտի։ Հայ առաքելական եկեղեցին չի ընկալում Քրիստոսին որպես պատկեր։ Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսին ընկալում է որպես կյանք եւ ոչ որտեվ դուք չես կարող Քրիստոսին պատկերել այնպիսին, ինչպիսին է, դա անհնարին է, եթե Քրիստոս Աստված է, դու չես կարող Աստծուն պատկերել։ Եվ այդպես է ընկալում հայ առաքելական եկեղեցին Քրիստոսին եւ իր դավանանքը։ Եվ այստեղ դավանաբանական կոպիտ խախտում կա, եթե նկատել եք եւ որևիցե
մեր ավանդույթի մեջ երբեք չի եղել Քրիստոսի պատկերը։ Եթե նույնիսկ եղել են պատկերներ, մանրանկարչության եւ այլը, Քրիստոսին պատկերող, դրանք բոլորը սիմվոլիկ պատկերներ են, դրանք մարդկային դեմքեր չեն, դրանք մարդկային դեմքերի սիմվոլներն են։ Մանրանկարչության ոճը տարբերվում է վերածնունդից հետո եկած այսպես ֆոտոգրաֆիկ նմանությունների նրանով, որ դրանք բոլորը սիմվոլիկ աչքի նշան են, բերանի սիմվոլիկ նշաններ են, ոչ թե հենց բերան կամ աչք։ Եվ դրա համար հայ առաքելական եկեղեցին չի ընդունում Քրիստոսին պատկերելու այս փորձը եւ պիտի կարողանա ինչ-որ ձև կամ ժողովանի ընդունի ասի այո, այլևս մենք որոշեցինք, որ Քրիստոսը Տեր մեր Հիսուս Քրիստոս հենց այդ տեսքը ունի, կամ ասի դա Քրիստոսի արձանը չի կարող լինել, չի կարող արձան կառուցել եւ տակը հայերեն տառերով գրել Հիսուս Քրիստոս։ Դա դեմա հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը։ Դա չի խոսում մեծ հավատքի մասին։ Ես այդքան խորը գիտակ չեմ, բայց իմ գիտելիքների, այսինքն ինչքան որ ունեմ, ինձ ասում է, որ անհնարին է, որպեսզի անհնարին է, որ հայ առաքելական եկեղեցին չարքելի այդ արձանի կանգնեցումը։ Եվ եթե մինչև այսօր իր համար խնդիր չի տեսնում, վաղը կարող է ուշ լինի, եւ սա հոգեվոր խնդիր է, որ պետք է լուծի եկեղեցին, ինչի չի անդրադառնում, ես այդքան կամ անդրադարձել է, չգիտեմ։ Ամեն դեպքում չգիտեմ, չենք լսել արձագանքը։ Գուցե կա, մենք չենք լսել։ Բայց դա շատ լուրջ բան է, շատ լուրջ։ Այդ ոնց որ շարական երկելու ձևափոխություն անես, շարական է, չգիտեմ, կամ պատարագի մեջ փոփոխություններ մտցնես առանց ժողովների, առանց այսինքն ընդհանուր համաձայնության եւ այլը, եւ sense խնդիրը, դա լուրջ խնդիր է։ Պարմանական, բայց տեսեք, լուրջ խնդիր եք բարձրաձայնում, ասում եք, որ դա դավանաբանական նաեւ խնդիր է, հոգեվոր Ուզում եմ ես ձեզ ասել, որ ընդամենը ինչի համար են օրինակ ստարավերները, այսինքն հայերեն չկա այդ բառը, այսինքն մալականները, որ կան, եւ ռուս ուղղափառ եկեղեցին ինչի համար են մորթել իրար։ Խաչակնքվելու երկու ձեռով, երկու մատով, երեք մատով, այս տարբերության պատճառով։ Հասկանում եք, էլի պատճառներով, բայց նաեւ դա է եղել պատճառներից մեկը, որ մորթել են։ Վտարել են երկրից, քշել են, հալածանքների են ենթարկել եւ այլը, հասկանում եք, այսինքն դավանաբանական խնդիրը լուրջ խնդիր է եւ այդ խնդրին չի կարելի sense մատերի արանքով նայել, որ դա խայտարակություն է, եթե չարձագանքեն։ Հիմա ինչու այդ արձագանքը չկա եւ փոխարենը հայ առաքելական եկեղեցին բարձրաստիճան հոգեվորականները զբաղվեն նման հարցերով, հոգեվոր դաշտում խնդիրներով, մենք լսում ենք, որ հաճախ քաղաքական հայտարարություններ են անում, օրինակ Գարեգին Բեն օրերս ՀՅԴ ներկայացուցիչներին էր ընդունել, դրանից առաջ Սամվել Կարապետյանի փաստաբանին միջազգային եւ նրանց հետ բնականաբար քաղաքական չեմ կարծում հոգեվոր հարցեր եք հենց այդ պատճառով դուք պատասխանեցիք ձեր հարցին, հենց այդ պատճառով, որտեղ իրենք զբաղվել են ուրիշ բաներով, փոխանակ զբաղվեն հոգեվոր հարցերով։ Եվ դա էլ է իրանց դեմ դրվելու վերևներում։ Մարդիկ զբաղված են ուրիշ բաներով, փոխանակ իրենց կոչումին զբաղվեն։ Ինչ գործ ունի հանդիպումներ, ինչ որ քաղաքական դա արգելված է, դա չի կարելի, դա չի կարելի։ Առաջի տողից մինչև վերջի տողը չի կարելի։ Չի կարելի քաղաքականության մեջ մտնի հոգեվորականը, չի կարելի։ Դա ոչ թե նույնիսկ սուրբ հայրերն են ասում, դա Քրիստոսի առաջի բառից առաջինը հնչեցրել է հենց ինքը Քրիստոսը։ Թողեք կայսերինը իր կայսերին եւ մի զբաղվեք կայսերական, այսինքն իշխանական աշխարհիկ գործերով։ Դա ձեր գործը չի։ Եվ եթե դուք Քրիստոսին հակադրվում եք, դուք դառնում եք հակաքրիստոնյա։ Գարեգին Բեն հակաքրիստոնյա է։ Դե եթե քաղաքականությամբ զբաղվում, ուրեմն հակաքրիստոնյա է, որտեվ Քրիստոսը ասել է մի զբաղվի, իսկ ինքը զբաղվում է։ Հասկացա, չի կարելի։ Արգելված է, չգիտեմ խի, դա Աստված գիտի խի։
Հասկանում եք, մենք չենք կարող իմանալ ինչու։ Ճիշտ է դա, չի ասել քննարկեք եւ զբաղվեք։ Եթե գտնեք, որ ճիշտ է, զբաղվեք, եթե գտնեք, որ այդպիսի բան չի ասել, է մի զբաղվեք եւ վերջ։ Ավել բառ չի ասել։ Հասկանում եք։ Նույնիսկ երբ որ Պողոս Առաքյալը փորձեց ընդդիմանալ իր դանակով եւ հարձակվել զինվորականի վրա, Քրիստոսը հուսահատվեց, ասեց ես քեզ ինչ եմ սովորացրել, դու ինչով ես զբաղված։ Հասկանում եք, ասեց ո՞ն ու եւ բուժեց, այսինքն վերացրեց այդ հետևանքը Պետրոս Առաքյալի հարձակումը ի պաշտպանություն Քրիստոսի։ Խնդրում եմ Աստծուն պետք չի պաշտպանել, Աստված ինքը գիտի ինքը ինչ է անում։ Այսինքն երբ որ ինքը ասում է, չի կարելի, դա չի քննարկվում։ Բայց ինչու է ամեն ինչ այսպես իրար խառնվել, պարոն Մանուկյան, հասկանանք նաև պատճառահետևանքային կապը, ինչու է ամեն ինչ հատկապես վերջին շրջանում Հայաստանում այնքան իրար խառնվել, որ օրինակ վարչապետին մեղադրում են պատարակների մասնակցելու համար, հոգևորականները ռազմական հեղաշրջման կոչ են անում, կարծես թե հակառակը գոնե հոգևորականները պիտի հաշտեցման կոչ անեին, հոգևորականները պիտի աղոթք կարդային։ Հիմա ինչու է ամեն ինչ այսպես գլխի վայր շուռ եկել, այս process-ները հասկանալի է, ընկալելի է, պատճառահետևանքային կապերը որտեղ են։ Տեսեք, եթե չգիտեմ, որտեղ մարդիկ իրենց ես հիմնական պատճառը իմ կարծիքով այնա, որ մարդիկ իրենց գործի փոխարեն ուրիշ գործերով են զբաղվում։ Տես, դու հոգևորական ես, քո վարչապետը քեզ դուր չի գալի, գտնում ես որ աղոթի Աստծուն, Աստված թող, եթե աղոթում ես Աստծուն եւ չի փոխվում իշխանությունը, դա նշանակում է կամ Աստված քեզ չի լսում, կամ Աստված լսում է ու չի հանում։ Աղոթի եղբայր, քո գործը աղոթելուց բացի ուրիշ գործ չկա, աղոթել եւ հոգեվոր կյանքով զբաղվել։ Կամ դու շատ վատ հոգևորական ես ու Աստված թքած ունի քո խոսքերի վրա, կամ Աստված ընտրում է այդպիսի, այսինքն թողում է այդպիսի իշխանությունը լինի, ուրեմն իր գործերի համապատասխանում է իր նպատակներին։ Եթե քո աղոթքներից հետո չի փոխվում, խնդրում եմ դու ձեր գործով զբաղվեք։ Եվ Աստված ինքը խնդրել է, որ քո գործով զբաղվի։ Այդ քրիստոնեական իգիլով մի զբաղվեք։ Պարոն Մանուկյան, ես գիտեմ, որ դուք էլ երկար տարիներ առնվազն եկեղեցական երգչախմբում երգել եք եւ կարելի ասել այդ կյանքին մասնակից եք եղել։ Ինչը եղավ պատճառը, որ դուք հեռացաք։ Դա շատ անձնական հարց է, թույլ եթե ներողություն կխնդրեմ եւ չեմ պատասխանի։ Վերջին շրջանում շատ է խոսվում, վստահ եմ դուք եք լսել, որ եկեղեցին դեմ է դուրս եկել պետությանը եւ կամ որոշ հոգեվորականներ էլ պնդում են, որ հակառակը պետությունն է իրենց դեմ դուրս եկել, եկեղեցին փորձում է պառակտել, լսել եք հաստատ նման հայտարարություններ։ Հիմա հասկանանք, պարոն Մանուկյան, արդյոք կարող է եկեղեցին դուրս գալ պետությանը կամ պետությունը դուրս գալ եկեղեցու դեմ։ Արդյոք այս երկու ինստիտուտները փոխկապակցված չեն, որովհետև որքան էլ որ պատմությունը ցույց է տվել, որ այնուամենայնիվ եղել են ժամանակներ, որ պետություն չի եղել, բայց եկեղեցին եղել է, բայց այս երկու ինստիտուտները փոխկապակցված չեն եւ արդյոք եկեղեցուն պետք է նման գոյակցություն, որ պետություն չլինի, բայց ինքը գոյություն ունենա։ Տեսեք, եկեղեցին շատ երկար ժամանակ ինչ որ ֆունկցիաներ իր վրա վերցրել է, որը պետություն չունենալու դեպքում բնական էր եւ այլը, այսինքն հայապաշտպանությունը, գիտելիքը եւ այլը, այսինքն մշակույթը, առաքելական եկեղեցու հետևորդ լինելու ձևը եւ բովանդակությունը պաշտպանելու առումով եւ նաեւ ինչ որ պետական ֆունկցիաներ, որ իր վրա վերցրել համայնքային եւ այլը։ Հիմա այդ ֆունկցիան եկել է կիսելու ժամանակը եւ եկեղեցին այդ դատարկությունը ինչ որ բանով պետք է լցնի եւ հասկանա, որ թոթափի իրենից այդ բանը եւ զբաղվի միայն հոգեվոր խնդիրներով եւ քանի որ այդ փորձառությունը շատ մեծ չունի, էլի գնում է այնտեղ խառնվում է մի խոսքով փորձում է պետության հետ ինչ որ բան կիսի, բայց չի ստացվի այդպես չի ստացվել կաթոլիկ
երկրներում այդպես չի ստացվել, բողոքական երկրներում այդպես չի ստացվելու։ Նաև որտեվ դրանք տարբեր գործառույթներ են եւ մեկը մյուսի չպիտի խառնվեն։ Եվ խառնվելուց հետո տգեղ բաներ են լինելու։ Հիմա շատ մարդիկ ասում են ձևը շատ տգեղ է, իհարկե ձևը տգեղ է, բայց ցանկացած ձև տգեղ է այդ հարը, որտեվ չպիտի բախվեն այդ երկուսը իրար հետ, որտեվ տգեղ բաներ են ստացվելու միշտ եւ ստացվում են միշտ։ Իսկ ինչ վերաբերվում է ով մտնի եկեղեցի, ով չմտնի եկեղեցի, դա ոչ ոք իրեն թույլ չպիտի տա քննելու, քննարկելու։ Դա միայն այդ մարդու եւ Աստծո հարաբերություններ են, դա ոչ մեկի գործը չի։ Ոչ մեկի։ Դա խստիվ արգելված գործունեությունը քննարկելու ով մտավ, ով մկրտվեց։ Իմիջիալոց ես լսում եմ, որ քահանաներ կան, որոնք ինչ որ պատճառով ինչ որ մարդու չեն մկրտելու։ Ես դες ասեմ, դուք կուսակցական պատճառներով դուք ստանալու եք Աստծուց ամենադաժան պատիժը։ Ոնց երեխան եկել է մկրտություն դառնալու քրիստոնյա եւ դու մերժել ես, ով ես դու։ Հասկանում եք, անմիջապես կարգալույծի հարց է սա։ Ամեն դեպքում նույնիսկ քննարկելու հարց է։ Ոնց։ Այսինքն մեկ Քրիստոսի խաչի երկու կողքերը նայի, ինքդ քեզ նայի ու գնա գլուխդ սև մուր լցրա։ Այ քահանա, որ դու մերժել ես, որևիցե հոգու քրիստոնյա սարքելու քո միակ պարտավորությունը եւ միակ կոչումին։ Ուրիշ կոչում չունի քահանան, միայն մկրտելու։ Հիմնական գործը մարդ մկրտելն է, ուրիշ ոչ մի բան, հոգի փրկելն է։ Իսկ դու հրաժարվում ես հոգի փրկելուց, ինչ որ քո մտածածին պատճառով, ինչ որ քո մտքերի պատճառով, ով ես դու։ Միանգամից վրայիցը դուրս է գալի քո օծությունը, մկրտությունը եւ այլը։ Այսինքն դա խայտարակություն է, այսինքն մենք այնքան, այսինքն մարդիկ այնքան իրենց հաշիվ չեն տալիս, թե իրանք ինչ են անում։ Թե իրանք թվում է, որ տեղում կայծա շանթահար չեղան, ուրեմն Աստված ընդունեց իր մկրտություն չանելու։ Դա գրականության մեջ այդպես բան չկա։ Իսկ Աստծո գոյությանը առհասարակ հավատում։ Հասկանում եք, եթե մեկը ամենավատ մարդը, ամենամեղավոր մարդը իր վերջի շնչին ասի մկրտեք ինձ, պետք է անպայման, անմիջապես մկրտվի։ Իսկ Աստծո գոյությանը այս մարդիկ հավատում են, պարոն Մանուկյան, որովհետև այս իրանք Աստծուն ամբողջ խնդիրը է սրանով։ Իրանք Աստծուն հարմարացրել են իրենց պայնատկեքին։ Հասկանում եք։ Իրանք համար Աստվածը տենց դուխով ցենտր տղա է։ Ներողություն ամեն տեսակի տգեղ բաների համար։ Լավ տղա է, հասկանում եք, այդ լացելու բանը։ Դրա համար է լավ տղեկով հավաքվել են չեն մկրտում։ Այսինքն Պարոն Մանուկյան, խոսենք նաև խաղաղության գործընթացից։ Գիտեք, տևական ժամանակ է կա այդ փաստաթուղթը, թեև նախաստորագրված խաղաղության պայմանագիրը, բայց քաղաքական իշխանությունը հայտարարում է այն մասին, որ մենք խաղաղության ճանապարհին ենք։ Հիմա շատ ուժեր, անհատներ, այդ թվում նաև հոգևորականներ, եկեղեցականներ մարտնչում են խաղաղության դեմ։ Ասում են, որ ոչ, մի հավատացեք, Ադրբեջանը պարտադիր հարձակվելու է, եթե ոչ այսօր, ապա վաղը, պատերազմ լինելու է։ Մենք չենք հավատում այս խաղաղությանը, եթե մենք լինենք, մենք արժանապատիվ խաղաղություն կբերենք։ Ինչի մասին են այս դիսկուսները առհասարակ։ Տպավորություն էր, որ խաղաղության շահառում պիտի լինենք բոլորս։ Սա այն հարցն է, որտեղ ոչ ոք հակասություններ պիտի չունենա, հատկապես եկեղեցին, որովհետև թիվ 1 շահառում խաղաղության պիտի հենց եկեղեցին լիներ, հոգևորականը լիներ։ Հիմա այս դիսկուսները ինչի մասին են։ Արդյոք մենք խաղաղությունն էլ չենք արժևորում, էժանացնում ենք։ Մի քանի տարի առաջ Շվեյցարիում նշվեց Պետրոս առաջինի նվիրված տոն օր կար եւ Շվեյցարիա ժողովուրդը ամենայն
շնորհակալությամբ նշեցին այդ Պյոտր առաջինի նվիրված տոնը։ Եվ խնդիրը ինչ էր։ Ուրեմն մի 300 քանի չեմ կարող այդպես ուղիղ թիվ ասել 300 քանի տարի առաջ Պյոտր առաջինը Շվեդիան ջարդ ու փշուր արել, մատնելա պարտության եւ արգելելա զբաղվել որևիցե տեսակի այսպես արգելելա զինվորներ ունենալ եւ մանրամասները չգիտեմ, բայց 300 տարի հետո Շվեդիայի ժողովուրդը ամենայն շնորհակալությամբ եւ այն, այսինքն մարդիկ զբաղվել են իրանցով։ Այլևս էլ չեն զբաղվել կողքի հարևաններին զավթելու կամ չզավթելու կամ եւ այլ գործերով։ Զբաղվել են իրանցով եւ այսօր ամենաբարեկեցիկ երկրների շարքում են եւ շնորհակալ են Պյոտր առաջինին, որ իրենց մի լավ դաս տվեց։ Պարտվեցին Պետրոս առաջինին եւ դեռ ոչ այդ օրը ոչ մի արժանապատիվ բան չկար։ Պարտության մեջ արժանապատիվ բան չկա, այդ հետո է լինում պարտությունը, այդ բարոյական հաղթանակը, արժանապատիվ պարտությունը, այս սրանք ոնց ասեմ, խափող բառեր են։ Չկան այդպիսի բառեր, այդպիսի հասկացողություններ, դրանք իրարամերժ հասկացողություններ են, հասկանում եք։ Պարտությունը արժանապատիվ է լինում միայն հետո։ Ոնց որ դա լինում է Շվեդիայի ժողովրդի հետ, ոնց որ դա լինում է ճապոնացի ժողովրդի հետ, ոնց որ դա լինում է գերմանացի ժողովրդի հետ։ Օրինակ սովետի փլուզվելու ժամանակ երկու պետություն կար, որը հաղթել էր, որը պարտվել էր։ Մեկը գերմանացիներն էին, որ պարտվել էին շատ անարժան ձևով, անարժանապատիվ ձևով, եւ սովետական ժողովուրդը, որը հաղթել էր 40 տարի այդ ժամանակվա համար 40 տարի առաջ եւ մեկի ժողովրդի բարեկեցությունը եւ այս պարտվածի եւ հաղթածի իրար չէին համընկնում, հասկանում եք, սա ահավոր սոցիալական անարժան վիճակի մեջ այս պարտվածները ուրիշ վիճակի մեջ։ Հիմա չկա պարտության եւ հաղթանակի մեջ արժանապատվություն։ Այդ արժանապատվությունը ձևավորվում է միայն հետո։ Հաղթանակից հետո էլա ձևավորվում արժանապատվությունը հետո։ Արժանի էիր դու այդ հաղթանակին, թե չէիր։ Պարզվեց, որ չէինք։ Եվ այս պարտությունը ի վերջո էլի մենք մեզ խաբելու ենք եւ այս դառը ճշմարտությունը մենք կարողանալու ենք որպես դեղը միշտ դառնա լինում, այս թե էլի շոկոլադա պատելու ենք, բան քաղցրացնելու ենք ինչ որ բառերով, ինչ որ, չգիտեմ, ձևերով։ Եղբայր պարտվել ես, արժանապատվություն ունեցի, ասելու ազնիվ լինելու, գոնե ինքդ քեզ քո նկատմամբ։ Ասելու որ այո, պարտվել եմ։ Ինչի եմ պարտվել։ Կքննեմ, կիմանամ, կհասկանամ, կուղեմ, կկարողանամ կուղեմ, չեմ կարողանա, ուրեմն ամբողջ կյանքը սենց բարոյական հաղթանակներով, արժանապատիվ պարտություններով կապրեմ։ Չի կարելի պարտությունը սարքել արժանապատիվ։ Դա անարժան եւ անբարոյական բառակապակցությունը չի լինում պարտությունը արժանապատիվ, հասկանում եք։ Որևիցե ձև պարտության որևիցե ձև չի կարող լինել արժանապատիվ։ Դա fake բառեր են, fake հասկացողություններ են իրարամերժ։ Այդ պարտությունը կընդունես իր դառնությամբ, կամ չես ընդունի իր դառնությամբ, կմնաս էլի տենց բարոյական հաղթանակիդ մեջ։ Չի կարելի։ Հաղթանակը պետք է արժանի լինել այդ հաղթանակի։ Հասկանում եք, մարդիկ Ղարաբաղի համար պատերազմեցին եւ հետո գնացին Ամերիկա ապրելու։ Տեղ հաղթանակի ինչ արժանապատվություն կա, չկա։ Ես ավելի շատ եմ եղել Ղարաբաղում, քան այն մարդիկ, ովքեր հաղթեցին եւ գնացին Ամերիկա թորներ ունենալու, ծորներ ունենալու։ Հասկանում եք, այդտեղ ո՞րն է արժանապատվությունը իրանց հաղթանակի։ Չկա տեղ արժանապատվություն եւ դրա համար էլ կա այս պարտությունը։ Եվ պարտությունը միայն հետո կերևա
արժանի էիք դուք այդ պարտությանը, թե արժանի չէիք այդ պարտությանը։ Հասկանում եք, մենք քրիստոնյա ենք, մենք պետք է հասկանանք, որ հաղթանակի եւ պարտության մեջ լուրջ մտածելու խնդիր կա։ Մենք Քրիստոսին խաչի վրա տեսնելուց ինչ ենք մտածում։ Պարտության մասին, հաղթանակի մասին, սա լուրջ հարց է։ Մենք քրիստոնյա ենք, մենք պիտի այդ հարցերը մեր առաջ դնենք։ Մենք պետք է հասկանանք, որ եթե կա հարություն, ուրեմն կա հաղթանակ, եթե չկա հարություն, ուրեմն այդ ընդամենը իսկ Քրիստոսը գուցե խաչվեց, որպեսզի մենք հասկանանք, որ հարությունը պարտության մեջ է։ Ընդունենք այդ դառնությունը։ Շվեցիայի ժողովրդի նման այդ վիկինգ ժողովուրդը, որ ամբողջ իր ծնված պատմության առաջի օրվանից մինչև վերջինը իր գոյության իմաստը եւ միակ իմաստը եղել է զավթողական իր բանով, թալանով եւ այլը։ Մի օր գալիս է Պետրոս Առաքիչինը եւ փոխում է ժողովրդին, իր թշնամին դառնում է իր ամենալուրջ բարեկամը։ Գուցե այս հարցը մենք մեզ տանք։ Ինչքան կարող ենք մենք այս հարցերից խուսափել։ Ինչքան խուսափենք, այնքան պարտությունները լինելու են անիմաստ։ Այ գուցե պարտության եւ հաղթանակի իմաստը փնտրենք։ Գուցե լինի պարտությունը իմաստավոր եւ հաղթանակը իմաստավոր։ Եվ որպես քրիստոնյա հասկանանք այս երկուսի տարբերությունը մեզ ինչ է տալու հետո։ Երրորդ օրը գալու է, չէ՞։ Եթե դու այս պարտության ասացիր արժանապատիվ, իմիջիալոց ասեմ, Քրիստոսը խաչվել է այդ օրվա համար ամենաանարժանապատիվ ձևով, ամենաանարժանապատիվ մարդկանց էին խաչում, հասկանում եք, մենք քրիստոնյա ենք, մենք պետք է հասկանանք պարտությունը ինչ է նշանակում, մենք պետք է ընդունենք, որ հարությունը այդ անարժան, այդ կոչված պարտության մեջ է, եւ եթե չգտանք, մենք երբեք այդ երրորդ օրը չենք ունենալու։ Պարոն Մանուկյան, այնուամենայնիվ մեկ բան էլ ուզում եմ հասկանանք, ինչու մենք ուժը, բարեկեցությունը, հզորությունը, խաղաղությունը, մեր հույսերը, ապագան, ամեն ինչ կապում ենք մի կենտրոնի հետ, այն է Ռուսաստան։ Հիմա էլ տեսեք, խաղաղության պայմանագիրը կա ըստ էության։ Հիմա որոշ ուժեր ասում են, չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող միջնորդի դեր խաղալ եւ կամ ապահովել այդ խաղաղությունը։ Այ մեզ պետք է մեր հիմնական, մշտական, բարեկամ, դաշնակից, այսպես չակերտավոր ասեմ, պարոն Մանուկյան, այս երկիրը, որ մեզ միշտ պահել է։ Մեզ պետք է որ Ռուսաստանը գա։ Հիմա ինձ հետաքրքիր է, ինչու Ռուսաստանը մեր համար այսպես թմրանյութի նման է դարձել։ Մենք չենք կարողանում առանց իրեն պատկերացնել մեր գոյությունը, առանց իրեն պատկերացնել մեր ուժը, մեր բարեկեցությունը, մեր ապագան։ Տեսեք, ես հիմա ունեմ սեփական տուն, որ անվտանգության սիստեմ պետքա դնեմ, եւ հիմա պետքա գնամ խանութ եւ առնեմ ռուսական, ճապոնական, չինական, ամերիկյան եւ այլ անվտանգության սիստեմ։ Եթե տեսնում եմ այս սիստեմը, անվտանգության սիստեմը, որ 4 անգամ գողերի դեպքում չի աշխատել, այսինքն գող անցել է ինքը չի ֆիքսել, գող անցել է ինքը չի ձայն չի տվել եւ այլը, ես ստիպված պետք է լինեմ փոխելու, ենթադրենք, չինական անվտանգության սիստեմը, ամերիկյան կամ ռուսական անվտանգության սիստեմի հետ։ Եթե ռուսականը չի աշխատելու, ապա փոխելու եմ մի սիստեմայով, որը աշխատելու է, եթե խնդիր ունեմ անվտանգությունը ապահովելու, հա։ Հիմա ինչքան կարող ենք փորձել նույն անվտանգության սիստեմը, որը նույն կերպ չի աշխատում, այսինքն երբ որ վտանգ չկա, իրանք կան, երբ որ վտանգ կա, իրանք չկան։ Հիմա չի աշխատել։ Գողը անցել է եւ նա չի ֆիքսել։ Հակառակը դռները բացել է։ Ուրեմն այդ մեզ լավ անվտանգության եւ դա տևական ժամանակ 100-ամյակներով անընդհատ այդ անվտանգության սիստեմը մենք մեր վրա դնում ենք եւ դա չի աշխատում։ Լավ, ինչքան պետք է, որպեսզի հասկանանք, որ սա կամ մենք ինքներս պիտի այդ սիստեմը հորինենք եւ աշխատացնենք, որը ավելի լավ կլինի։ Կամ եթե մենք այդ կարողությունները չունենք,
ձգտենք ունենալու այդ կարողությունները, բայց ժամանակավորապես գոնե այն, որ գոնե ձայնը հանում, գոնե, չգիտեմ, ասում եմ, գող մտավ տունդ, ոչ թե ասել չէ, այսինքն ամեն ինչ օրինեն, որ իրենց գործը չանեն, չի, այս հետո, չգիտեմ, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, շրջապատված ենք իսլամական պետություններով եւ նույնականացնում ենք մեր քրիստոնեությունը ռուսական եւ այլ դրա համար գուցե sense հոգեհարազատություն ենք տեսնում մեր հիմնական հիմա այդպես չի իհարկե երիտասարդները ուրիշ լեզուներով էլ են գրականությունը բանում, բայց մենք համաշխարհային գրականությունը ամբողջը ուսումնասիրել ենք երկու լեզվով, հայերենով, ռուսերենով եւ այդ ռուսականությունը մեզ մտերիմ, ահա, մեզ մտերիմ ժողովուրդ է, բայց օրինակ ես ընկեր ունեմ, որ երբ որ ինձ մի տեսակ օգնություն է պետք լինում, այսինքն ինքը sense ճանավար մարդ է, երբ որ բանա պետք ծանր գալու, ես իրան եմ կանչում, իսկ երբ որ պետք է լինում մի քիչ ուրիշ ավելի բան, մյուս ընկերոջս եմ կանչում օգնության, որը ճանավար չի, բայց շատ խելոք է։ Պարոն Մանուկյան, եւ մեր հարցազրույցի վերջում կուզենամ խոսենք նաեւ արվեստից, մշակույթից, որովհետեւ մենք այս ամենակարևոր սեգմենտը այսպես անտեսեցինք, կարծես թե արդյոք այսօր արվեստը, մշակույթը, նույն ռեժիսորները, կինոարտադրողները, այս բոլոր հարցերը, որոնց մասին մենք խոսեցինք, պետություն ունենալ չունենալու, պետության առհասարակ գոյության մասին պատկերացում ունենալ չունենալու, քրիստոնեության, կրոնի մասին, այս մեր պատկերացումները արտացոլում են դրանք իրենց ֆիլմերում վերհանում են, խոսում են խնդիրների մասին։ Չգիտեմ, արդյոք այսօր նաև արվեստը, մշակույթը այս հարցերը բարձրաձայնում է եւ փորձում է այդ հարցերին նաև իր ձևով յուրովի պատասխանել, որպեսզի հանրությունն էլ այդ ֆիլմը, այդ երաժշտությունը լսելով, նայելով ինքն էլ կրթվի, ինքն էլ մի բան սովորի, որովհետեւ արվեստը, մշակույթը նաև կրթելու այդ միտում ունի։ Ես կարծում եմ մենք շատ խառը ժամանակներ ենք ապրում։ Մենք շատ ստի քանակը մանավանդ այդ համացանցում եւ ճշմարտության որոնումները, որը ոչ արվեստագետը միշտ այդ ճանապարհի վրա է, շատ խառը ժամանակներ ենք ապրում եւ շփոթեցնող եւ արվեստագետն էլ նույն մարդն է, ինքը մի սոարյունից է, ինքն էլ իր շփոթմունքները ունի, իր հարցերը ունի, իր բաները ունի, ես կարծում եմ, որ դեռ կլինեն մարդիկ, ովքեր կանդրադառնան եւ պետք է որ անդրադառնան, որովհետեւ գիտեք շատ հաճախ մենք ինքներս չենք հասկանում հենց հիմա մեր հետ ինչ պատահեց, մինչեւ դա չենք տեսնում ֆիլմում կամ որևիցե արվեստի ձևով արտահայտված, որովհետեւ իսկապես այդպես է, մինչեւ պատերազմ եւ խաղաղություն գիրքը դուրս չի գալիս, ռուսները եւ ֆրանսիացիները չեն հասկանում ինչ կատարվեց իրենց հետ։ Գուցե սուբյեկտիվ բան, բայց գոնե ինչ որ մի կետ է, որտեղ մարդիկ հասկանան, թե ինչ եղավ իրենց հետ։ Որովհետեւ նույն պատերազմը, չգիտեմ, Մոսկվա բնակ հրդեհի ժամանակ գտնվող մեկի համար մի ուրիշ պատմություն է, Սմոլենսկում եղող գյուղացու համար լրիվ ուրիշ պատմություն է, հասկանում եք, լրիվ ուրիշ պատերազմներ են եւ այս գիրքը պատերազմի եւ խաղաղության մասին միավորում է եւ պատկերացում է տալիս մյուսներին եւ նաեւ իրանց, թե ինչ պատահեց իրենց, որտեւ ես կարծում եմ, որ էլի նախ պետք է հասկանալ ինչ եղավ մեր հետ եւ դա անպայման կլինի արվեստում եւ արվեստագետները, չգիտեմ, իրանք կանեն այդ գործը, որովհետեւ եթե իսկապես մենք ճիշտ ճանապարհի վրա ենք անպայման կլինի եւ մենք կտեսնենք դա։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ։ Կհանդիպենք։